Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որը վարչապետի կեցավայրից հրապարակվեց, այնտեղ էին 10 եպիսկոպոսները, որոնք ստորագրեցին այդ հայտարարության տակ, ըստ էության ներկայացվում էր ճանապարհային քարտեզ եկեղեցու հետ կապված, առաջին հերթին պետք է նախ կաթողիկոսին ուղարկեն հանգստի, դրան հաջորդի արդեն կաթողիկոսի տեղապահի ընտրությունը, դրան հաջորդի արդեն կանոնադրության փոփոխություն, ըստ որի պետք է եկեղեցու ֆինանսական թափանցիկություն ապահովի եւ հոգեվորականների բարեվարկությունը քննվի, դրան հաջորդի արդեն կաթողիկոսի ընտրությունը, շատ քննադատվեց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր առաջին այդ թղթի տակ եւ որպես վարչապետ է ստորագրել, ինչը սահմանադրության խախտում է եւ շատ իրավապաշտպաններ այդ մասին ահազանգեցին։ Դուք ինչ խնդիր եք տեսնում, ինչու Փաշինյանը, որ նախկինում ասում էր որպես հավատավոր ժողովուրդ, որպես հավատացյալ մարդ, ես այդպես եմ հանդես գալիս այդ գործընթացում, հիմա որպես վարչապետ է արդեն հանդես գալիս։ Նախ ասեմ, որ ինքը հավատացյալ մարդ, ինքը ամեն ինչ փորձում է օգտագործել իրեն ներկայացնելու հավատացյալ մարդ, չէ, եկել ասել է ես Հիսուսին մենակ թողեցի, բան ու կամած մոտենում է Հիսուսի իմիջին, էլի, հիշում եք Տեր-Պետրոսյանը ասել էր, որ մի օր կհռչակի իրան Հիսուս եւ վերջել է։ Այնպես որ ես եկեղեցու հետևորդը այսպեսի վարկ չի դրսևորում եւ հավատացյալը եւ Հիսուսին հետևողը այսպեսի վարկ չի դրսևորում։ Նախ ասեմ, որ ամսի 5-ին հրապարակվեց այդ չգիտեմ տիրադավների եւ այդ ինչ էր դա կոչվում հայտարարությունը։ Իդեպ Փաշինյանը կանգնած էր նրանց գլխի վերևում եւ հսկում էր ինչպես են գրում եւ ստորագրում։ Պատկերացրեք, ես տենց չեմ էլ նայում, որովհետեւ չեմ դիմանում, դա հնարավոր չի ուղղակի այդ ֆալշը, այդ կեղծիքը այնքան նողկալի է, ու երբ որ դա հրապարակվեց, ես առաջինը մտածեցի, որ մեր օրը փչացնելու նպատակ ունի, էլի, այսինքն որ մեր օրը նկատի ունեմ մեր ժողովրդի, որը պատրաստվում է այդ Սուրբ Ծննդյան օրը եւ դա իրոք ուրախության օր է, գիտեք, ես թաղման եմ եղել, որ առաջինը այդ Սուրբ Ծնունդն են, հետո նոր մահացածի հետ խմել, էլի, հասկանում եք, դա ես համարում եմ, որ դա շատ նվիրական օր է, ու այդ դիվային մտքերը, որ գալիս են Փաշինյանի գլխում, ինչ անի, որ մենք վատը զգանք մեզ, ինչ անի, որ հարամի ամեն ինչը, դա միշտ իրան հաջողվում է։ Ես չի ասի, որ հիմա ինձ հարամվել է, որտեղ դժվար է շեղվել այդ սպասումից, որին դու գնալու ես, ասենք, Սուրբ Ծնունդյան այդ Հիսուսի այդ ամբողջ այդ սերը, որ կա, ոնց փոխարինես էլի, ինչ որ մի հատ այսպես դիվային հայտարարությունների հետ։ Գիտեք ինչ, ես ի սկզբանե համարում եմ անօրինական, անօրեն, այսինքն եկեղեցին անջատ է պետությունից եւ դա արձանագրված է սահմանադրության մեջ։ Եվ այդ իր թելադրանքները, որ ինքը ստանում է, առաջադրանքները, որ ինքը ստանում է դրսից, չգիտեմ ումից, եւ որոշումը անցկացին, ընդհանրապես ինքը ինքնուրույն միտք կարող է միայն այս տեսակ բաներ որորը, հա, այդ ցածրորակ, այսպես մարդկանց փորձի նվաստացնի, ստորացնի, այդ բաները իր մոտ ստացվում է, բայց այս տեսակ լուրջ բաներ, որ իրան հանձնարարում են, որ ինքը անի, եւ այդ անօրինությունը իրոք փորձագետների գնահատականները սահմանադրական կարգի տապալման ուղղված, որ վարչապետի ստորագրությամբ այդ հայտարարությունը, դա շատ ճիշտ է եւ տեղին է։ Կարծում եք գնահատականի կարժանանա իրավապահ կառույցների կողմից։ Գիտեք ինչ, մենք իրավապահ կառույցներ չունենք հիմա։ Մենք իրավապահ համակարգը մեռած է եւ ես չգիտեմ, կարթնանա մի օր, թե չէ, երևի ուշ լինի իրանց համար, որ իրան կարթնանան, եթե համարենք, որ Փաշինյանն էլ չի լինի ու նոր նայեք, ասենք Նիկոլ Փաշինյանի կադրերը, վերցնենք այն համայնքապետը Թալինի, որը խուլիգան է, բառի սուղի իմաստով, այսինքն նրա համար բանտերը լացում են երևի, էլի, ասենք մենք տեսանք եկեղեցու բակում Մայր տաճարի ինքը ինչ էր անում եւ ինչ խոսքեր էր արտաբերում իր շեֆին նմանությամբ եւ պատկերով, այսպես ասած, այն որ այն տարեց կնոջը սպառնում է շալվար իջացնել իր, պատկերացնում եք, նույնը
Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսներ չէ, այդպեսի։ Այո։ Եվ դրանից հետո Թալինի եկեղեցուն որ գնացել է եւ թույլ չի տվել որտեղ եւ այս անգամ էլ թույլ չտվեց։ 3։ Ահա 3 էլ թույլ չտվեց ու դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում նման խուլիգանին, ասենք տգետին, ասենք դա ինչ կադր է որ Նիկոլ Փաշինյանը պահում է իր համար։ Եվ ոչ մի գործ չի եղել է կարծեմ հաղորդում, դա զանգեր ա եղել դատախազություն լրատվամիջոցների կողմից, դատախազը ուսումնասիրում է։ Դու ի՞նչն ես ուսումնասիրում։ Տիկին գլխավոր դատախազ։ Այսինքն դու ինչ, այսինքն իրենք ներքաշված են այդ անօրենության, այդ խուլիգանության եւ ոստիկանություններ չէ պաշտպանում ես անգամ նրան այս Թալինի եկեղեցում։ Այո, մեծ թվով ոստիկաններ կան։ Այո, ոստիկանությունը հատուկ գնում է։ Դե բայց երեք էլ տեսանք Փաշինյանին ուղեկցում էին ոստիկաններ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, այս գործընթացը ծառայում են եւ համակարգերը մեռել են հասարակության այս երկրի համար եւ ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ իրենք հպարտ են բոլորը, դուք նայեք, ասենք մի ամբողջ ոստիկանական համակարգ, գլխավոր դատախազություն եւ այդ անամոթությունը, այդ անբարոյական մթնոլորտը, որ ոչ ոք իրեն ված չի զգում, որ իր աշխատանքը չի անում, բայց ստանում են հսկայական գումարներ։ Արտադատության նախարարն էլ ասում, որ նորմալ է, որ Փաշինյանը այս գործընթացը միջամտում է, հակաօրինական որևէ բան չկա։ Արտադատության նախարարը ընդհանրապես ինքը դեռ չարտաբարած մտքերի հետ է համաձայն Նիկոլ Փաշինյանի, դեռևս չասված եւ ինքը այսպես նույնիսկ իրավաբանի բան չունի, խոսելաձև չունի։ Սա ինչի մասին է խոսում։ Նրանք իրենց, քանի որ իրավաբաններն շատ լավ գիտեն, որ խախտում է Փաշինյանը։ Հիմա իրենք վստահ են, որ Փաշինյանը հարատևելու է իր իշխանության մեջ եւ իրենք անպատժելի են մնալու, թե կաշկանդված են, մտածում են, որ Փաշինյանը դեմ կանգնեն Փաշինյանին ավելի վատ է լինելու։ Ինչ հարց կա։ Որ իրենք հավերժ են իրենք, ինչպես ցանկացած իշխանություն։ Երևի Մադուրոն էլ էր, չէ՞ մտածում, որ ինքը հավերժ է, այդքան գումարներ ունի, հետաքրքիր է, ինչ է լինելու իր այդ գումարների ճակատագիրը։ Այստեղ էլ իր այն մարդկանց, որոնց կարողացել է իր թրիտակով անցկացնի, այդ ամբողջ իրավապահ համակարգը թրիտակով անցած է, եւ երբ որ արտադատության նախարարը պատկերացնում եք, ասում է, որ $200,000 տունը ինչ է, որ ես մի քանի ամիս հետո չգիտեմ, մի քանի տարի հետո չկարողանամ ունենալ այս աղքատության, սոցիալական այս ծանր վիճակի մեջ, դե պատկերացրու, այսինքն նրանց բոլորին ապահովել է եւ ֆինանսապես եւ այդ պաշտոնները տվել է, որ ծառայեն իրան։ Այդպես էլ արել է։ Եվ այն որ падգամավորներին 3 միլիոն դրամի պարգևավճար էին տալիս, ես դա համարում եմ, ասենք, ծաղրել մեր ժողովրդին, մեր թոշակառուներին, կամ այն սոցիալական անապահով վիճակում են աղքատ մարդկանց ծաղրում են, որ դուք պետք է տենց սովը մեջ ապրեք։ Պատգամավորներն ասում ենք զարմացել ենք, մենք մտածեցինք ինչ որ թյուրիմացություն է եղել։ Հա, ընդդիմադիր պատգամավորներ ներկայացնում, որ այդքան գումար է մեր հաշվին նստել։ Ու բայց իրենք բարեգործության տվեցին, ասացին։ Ասենք Ալեն Սիմոնյանի դե ցինիզմը ինչ աստիճանի է, չէ՞, որ ասում է, ինչա նրանք մարդ չեն, բա այսինքն նրանք այն մնացածին մարդ չեն համարում, այն թոշակառու, այն ծանր վիճակում գտնվող մարդկանց մարդ չեն համարում։ Մի խոսքով այդպես է պահում այս համակարգը, ինչ ուզում անում է։ Եվ մենք ասենք, այնպես չի որ նախկիններից մենք գոհ էինք, դժգոհ ենք, բայց այսպիսի լկտի պահվածք, այսպիսի ցինիզմ, ոնց որ բյուջեն իր սեփական բյուջեն լինի, չէ՞, դա թոշակառուներին ասում է դուք չգիտեք ոնց պետք է ծախսեք, էլի ինքը գիտի, ինքն է, իր գրպանի այտենց է վերաբերվում, էլի այս ամեն ինչին ու այս երկրին։ Իսկ երեկվա ուխտերթի հետ կապված ինչ կասեք, որ իրականացվեց, մենք տեսանք, որ ամբողջ ԿՊ անձնակազմը այնտեղ էր, նախագահն էր հանրապետության ներկա, իդեպ համանդրությունը խախտվելու հետ կապված հայտարարություն են անում, ինքը լուր հետևում է այդ ամեն ինչին, ազգային ժողովի նախագահը։ Դե այն, որ արդեն Փաշինյանը ելույթ է ունենում եւ միջամտում է եկեղեցու գործերին, արդեն իսկ գիտեն, որ Հիսուսի հետ չի եղել ինքը դու միացա։ Եվ այդ ամենին հետևում էր եւ տեսնում ենք, որ մեծ թվով նաեւ տարբեր մարզպետներ, համայնքապետեր, աշխատողներ, առողջապահության նախարարությունից կային, կրթական ոլորտից տնօրեններ, ուսուցիչներ։ Առողջապահության նախարարն էլ հատուկ տեղ ունի Նիկոլ Փաշինյանի սրտում եւ գլխում։
ինձ թվում է։ Եվ ազատության հետաքննություն են, կոռուպցիոն համակարգը այդպես բացահայտած, չգիտեմ նայել եք թե չէ այդ որտեղ առողջապահության նախարարի ամուսինը այնտեղ բաժին ունի, որ այդ ամբողջ կոռուպցիան սխեման ներկայացրել են, էլի այդ հաղորդման մեջ։ Կամ մենք լսում ենք ինչ հայտարարություններ են անում, ասենք դուք չեք լսի մի հատ մարդկային խոսք առողջապահության նախարարի կողմից։ Ասենք մարդուն ուղված խոսք, մարդկային ընդամենը։ Բոլորը դիվային վիճակում են, որ պետք է անպայման մի բան ասեն, մեզ վատ բան ասեն, ինչ որ մի սադրանքներ անեն, մեր օրը հարամանեն։ Ասում են բարենորոգում ենք եկեղեցին, այս ամեն ինչը։ Թող գնան իրենց բարենորոգեն։ Ով ասում է, որ վեհափարի դեմ է, սրիկային է, երեք Խաչատուր Սուքիասյաններ ասում, որովհետև եկեղեցու դեմ չէ, վեհափարի դեմ է։ Բոլորը ստում են, հա ու այդ բոլորը ստում են, ինչ ասեմ, ես մի գրառում եմ արել, որ բարենորոգում ենք, երբ որ Արցախյան պատերազմը սկսվեց, հաղթելու ենք կարգախոսներին, չէ՞ դրել, որը անխուսափելիորեն պարտում ենք, մենք չգիտենք, մեզ խաբեցին, մենք այդ ժամանակ չգիտենք։ Հիմա էլ բարենորոգում ենք։ Այդպիսի բան են դրել, որը խաբեություն է։ Իսկ եթե եկեղեցի, իսկ ինչը չկա քաղաքակիրթ ճանապարհ այդ ամեն ինչի մասին խոսելու, սա է ձևը, ինչ կարող է անի Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն, ինքը ճանկռում է եկեղեցու քարերը ընդամենը։ Դուք կարծում եք ոչինչ չի կարող անել։ Ոչինչ ինքը չի կարող անել։ Իսկ այն ինչ արել է արդեն ահագին։ Այո, դա շատ վատ է այն ինչ որ ինքը արել է, այդ որ պարակտել է, մարդկանց բաժանել է մասերի եւ այդպես է փորձում իշխել, այդ ուխտ երթին տանել, ասենք այնտեղ եւ իր այդ ցնդաբանությունները խոսել, թե դու ուր Հիսուսը վերցրել է մեղքերը մարդկության իր վրա, դու ինչ ես արել։ Դու ինչ ես արել, բացի այս ժողովրդին հալածելուց։ Ոչինչ։ Եվ գիտեք, մենք այդ Արցախյան պատերազմը շատ լավ լուսաբանել ենք, շատ լավ։ Այդ նկատի ունեմ բազմաշերտ եւ ամենօրյա ռեժիմով։ Եվ Արցախյան այդ վերջին պատերազմը նաեւ դուք չեք պատկերացնի այդ տեղահանումը մենք արել ենք ամենօրյա ռեժիմով, ամենօրյա եւ առաջինն ենք մենք արել եւ մենք զեկույց ենք պատրաստ։ Մի խոսքով, ու ես որ տեսնում էի այնտեղ դուք չեք պատկերացնի, հնարավոր չէ առանց ուսուցիչների այդ նյութերը կարդալ։ Ինչ դաժան աշխատանք են արել մեր լրագրողները, որի համար շատ շնորհակալ եմ իրենց միշտ ես դա ասում եմ։ Եվ այդ պարագայում, այս մարդկանց վրա որևէ մեկի վրա որ հետք չի թողել, թե ոնց են մարդիկ, ասենք այդ Մարտունի շրջանից ոտաբոբիկ փախել, ոնց են իրենց երբ որ հավաքել են, գիտեք արդեն այդ դեպքերը որ ռումբեր եկել, երբ որ այնտեղ տղամարդիկ կռվում էին, գյուղերում կանայք էին մենակ ու ծերունիներ էին մնացել, ու ադրբեջանցիները ներխուժել էին գյուղեր, ու Նիկոլ Փաշինյանը շատ ասում էր, որ ամեն ինչ անվտանգ է, խաղաղ է, երբ որտեղ բազմաթիվ սպանություններ կան, մենք արձանագրել ենք, գերության մեջ հայտնված մարդիկ կան, եւ հիմա Փաշինյանը դուք պատկերացնում եք այդպիսի բան, երբ որ աշխարհում է ապրում կարծես, թե ինչի մեջ մեղադրում է Սերժյանին, ասում է իրավիճակին չի տիրապետում, հիմա ինքը չի տիրապետում շատ անգամ։ Այսինքն կտրված իրականության մեջ է։ Ես էլ գիտեք այդ օրինակը ինչի բերեցի, որտեվ Խաչատուր Սուքիասյանն ասում էր, որ չեն կռվել, չէ, երբ որ 220 թե 40 զոհ են տվել, այդ մեկ օրվա մեջ արցախցիները Հայաստանից օգնություն չի եղել։ Ու այդ դաժան, դա ցեղասպանություն էր։ Դուք չեք պատկերացնի, թե այնտեղ ասենք այդ հղի կանանց վիճակը, այդ ամեն ինչը մենք ասենք մաս առ մաս մենք ես շատ լավ գիտեմ, էլի, բայց այս մարդկանց վրա ազդել է, ասենք գիտեք ինչ, ոնց կարելի է այնքանով դու Հիսուսի անունից իրավունք ունես տալու, երբ որ դու որևէ մեկի ցավին անտեղյակ ես, կամ որ դու ասում ես անվտանգ էին այդ մարդիկ, որ դուրս են գալ, երբ որտեղ սպանվում էին այդ մարդիկ։ Սպառնալիք չկա ասում ես։ Եվ հիմա որ այդ թոշակառուներին ինքը ասում է, որ դուք չգիտեք այդ 10,000-ը ոնց պետքա ծախսեք այդ դրամը, այդ կոպեկ գրոշները, էլի։ Ես հիշում եմ, որ իրանք երբ որ բլոկադան սկսվեց Արցախի, որ ասում էր Բադրջան աճեցրեք երեք, մարդու կնիկ նստել էին ու խորհուրդներ էին տալիս, թե դուք մի հատ նայեք, դուք ով եք։ Դուք ձեզ այս ժողովրդից բարձր եք դրել։ Դուք ինչ իրավունք ունեք այդ պաշտոնները զբաղացնել ու չծառայել ժողովրդին։ Եվ տերորի մեջ պահել այս հասարակությանը ու ժողովրդին։
շատ ամոթ է, որ մենք այդպիսի իշխանություն ունենք։ Այսպիսի ամոթի զգացում երբևիցե չեմ ունեցել, այդպիսի ցածրորակ, ընդ որում բոլորը անխտիր։ Տեսա ես երեք մի րոպե կադրերում Արարատ Միրզոյանի երջանիկ պահվածքը եւ այդ իր մեծամտական կեցվածքը, որ ինքը մեծ դիվանագետ է, որ միշտ այդպես է, չէ՞ իրան ինքը գործում պահել։ Դե դիվանագիտական ձեռքբերումը համարում այս ժողովրդի այս երկրի համար ավիրում են այս երկիրը։ Եկեղեցուն իրանք ոչինչ չեն կարող անել, ոչինչ։ Ես համոզված եմ դրանում ու ներքին համոզմունք ունեմ։ Ուղղակի ապականում են, հասկանում եք, երբ որ ինքը ճուլան է ասում, ինչքան հասկանում եք թուրքական բառայերվի ճուլանը, որ գոհացնի, ասենք, իր թուրք ադրբեջանական գործընկերներին, էլի, ասենք նա ինչ վերաբերմունք, ինչ Հիսուս, ինչ բան, ոնց կարակ, ինչ հետևորդ։ Այդ ամեն դեպքում լարվածությունները շարունակվում են, ընթացք են ստանալու, ասում են, որ մեկնարկներ երեք այդ ամեն ինչի։ Աստված արժանացնի, որ մեր ժողովուրդը կարողանա պաշտպանել իր եկեղեցին, իր սրբությունները կարողանա պաշտպանել։ Գիտեք, որ այդ ցեղասպանության հիշատակի նկատմամբ էլ ինչ վերաբերմունք ունեն, որով զոհերը սրբադասված են եւ մեր ժողովուրդը միշտ պետք է դա հիշի ու պետք է արդեն այս տարիների փորձը, որ սրանք մեր գլխին անում են, մարդիկ հասկանան 14-ը տարբեր են իրարից։ Իրենք ավիրում են ուղակի մեր երկիրը։ Հիմա երբ Փաշինյանը ներկայացնում է, որ այս ամեն ինչը եկեղեցու համար է անում եւ արտաքին ազդեցությունից է ուզում ազատել եկեղեցին, մեղադրելով կաթողիկոսին արտաքին ազդեցության տակ, մասնավորապես Ռուսաստանի նկատի ունի անունը չի տալիս։ Այս մասով ինչ կասեք եւ այն փաստաթուղթը, որ Եզրաս arczepiskopos-ի մասով հրապարակվել էր, որ ժամանակին 86 թվականին եղել է KGB-ի ազդեցության գործակալ։ Ես նախ լսեցի նախկին պետի, ԱԱԾ-ի պետի կարծիքը Ազատություն ռադիոկայանով Արզումանյան կարծեմ ազգանունը ինքը երբ որ լրագրողը իրան հարցնում էր ինչ կարծիք եք այդ փաստաթղթիկ ասեց որ դա տեղեկանք է եւ ասեց դուք էլ կարող եք այդպեսի տեղեկանք պատրաստել այսինքն բացարձակ անլուրջ վերաբերմունք ինձ համար ես չեմ գնահատողը դա իրոք աշխատող եւ վերջերս լսել եմ նախկին ԱԱԾ-ի պետ Դավիթ Շանազարյանի կարծիքը որը եւս տեղեկանք համարեց, ընդ որում չստորագրված է այնտեղ եւ նա կեղծիկ։ Եվ ես հակված եմ հավատալ այդ մարդկանց։ Եթե անգամ այդպես է, 86 թվականին է դա եղել, Խորհրդային Միությունն է եղել այդ ժամանակ, եղել է Խորհրդային Միության քաղաքացի։ Ով է ավելի շատ ռուսական իշխանության ազդեցության տակ Նիկոլ Փաշինյանից։ Ավել չկա այդ մեկը։ Ամբողջ օրը ինքը Պուտինի հետ է։ Եվ այս խաղերը Ես կարծում եմ, որ այս ինչպես է կոչվում այդ, որ իրենք պայքարում են այդ ռուսական այդ հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային, այո, հիբրիդային այդ պատերազմ ձևակերպումը։ Հիմա եկեղեցուն է, պրոյեկտում է եկեղեցու վրա։ Ռուսների համաձայնությամբ ուղղակի Եվրոպայի միությունից փողեր վերել իրենց։ Իդեպ երբ լրագրողները հարց տվեցին, ասացին, եթե մեղադրում եք կաթողիկոսի նման մեղքերի մեջ ինչու փաստեր չեք ներկայացնում, ասում եմ ամեն ինչ չէ որ պետք է փաստեր ներկայացնելով լինի, իսկ ինչպես պետք է լինի այդ։ Դե իր ստերով, իր ասենք ահաբեկչության Բագրատ Սրբազանի հիշում եք ինչպիսի ոռնոցով էին ամբողջ ԿՊ-ն լծվել դաշտը սոցցանցերում, որ ահաբեկչությունը տեղի ունեցել ու հետո ինչ պարզվեց Այսինքն նախաքանության ընթացքում իրենք այդպես ոռնում էին, իսկ հետո արդեն բաց են թողել համարը, այսինքն պարզ դարձավ, որ չկա դեռ ոչ մի ահաբեկչություն եւ ոչ մի բան չկա, ընդամենը քաղաքական պայքարի ինչ-որ հավաքներ են եղել կամ խոսակցություններ են եղել այդ մասին։ Իդեպ այսօր տեղեկություն կա, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան, կարծում եք արդյունք կունենա թե ոչ։ Ինչ լավ, չգիտեի։ Դա կարող է, այո, եթե ունեն, հիշում եք Զարուհի Փոստանջյանը, որ դիմեց երեխայի, 8-ամսական երեխային, երբ որ ազատազրկել էին մորը։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Ահա, անմիջապես ինքը եվրոպական դատարանում կար այդ հնարավորությունը եւ նրանց ցուցումով սրանք բաց թողեցին այդ կնոջը։ Արա Զոհրաբյանն ասել է, որ մինչև փետրվարի 4-5-ը կդիմեն։ Կարծում եք ազդեցություն կունենա այս ամեն ինչը, որովհետև մասնավորապես Միքայել Սրբազանի դեպքը դե մենք տեսնում ենք այնպիսի որոշումներ են
անտեսվում, հա, այդ արբիտրաժային նկատի ունեք երևի Սամվել արբիտրաժային միջանկյալ որոշումը որ կար։ Այ չգիտեմ ինչ։ Ես կարծում եմ որ կունենա։ Գիտեք ակնհայտ է, ասենք Միքայել Սրբազանի։ Ես բոլորին եմ ասում, այն մյուսներին ահաբեկության մասով էլ այդ լսել եմ ծանոթ եմ այդ բաներին Բագրատ Սրբազանի, բայց Միքայել Սրբազանի գործին ավելի մանրամասնորեն ուրեմն մի տարի ու կես առաջվա ասած խոսքը իրանք դարձրեցին, բայց հենց այդ ժամանակը այդ մի տարի ու կեսը հաստատել է, որ որևէ մեկը չի հետևել իր խոսքին, հասկանում եք, այսինքն դա հաղորդում էր ներկայացվել դատախազությունը, հանցակազմը չէին տեսել։ Հա, հետո հանցակազմ տեսան։ Այո, Դանիել Իոնիսյանը սիրում հաղորդումներ ներկայացնել։ Ամեն դեպքում 4 arczepiskopos կալանավորված է։ Եվ դա այնպես չի որ միջազգային մամուլը դրան անդրադառնում է եւ մենք տեսանք տարբեր քրիստոնեական միավորումներ եւ այլ հայտարարություններով հանդես եկան եւ արդեն եւ այս փաստաբանը Սամվել Կարապետյանի Ռոբերտ Ամստերդամ չէ ինքն էլ էր BBC-ով ելույթ ունեցել եւ խոսել եւ տարբեր եւ Սամվել Կարապետյանի զարմիկն է ուրեմն ելույթն հիշում եք այդ թակեր կարծում չէ ոնց որ իր հետ այդ հարցազրույց այսինքն այնպես չի որ միջազգային ասպարեզում սա արձագանք չի ստան, բայց ամեն դեպքում մենք չենք տեսնում խիստ արձագանքներ, զեկույցներ, որոնք նախկինում էին գրվում։ Միջազգային կազմակերպությունների հետ աշխատել եմ, մասնավորապես Human Rights Watch-ի հետ։ Ես հիմա ձեզ ասեմ, որ իրենք հաստատ այս տարվա զեկույցներում մենք հեսա կտեսնենք իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները կտեսնենք, որտեղ իրենք քաղաքականությունից դուրս Amnesty International, Human Rights Watch, երբ որ Եվրոպայի միությունը եւ մյուսները քաղաքական իրենց նպատակահարմարությունից է որ չեն արձագանքում։ Ամեն դեպքում եթե հիշում եք Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի համար Եվրոպայի խորհրդից արձագանք եղավ, չէ՞։ Այնպես չի որ խոսքի ազատության եւ այլն դա մեջը դեռ չի մեռել եւ ես մեծ հույս ունեմ որ ուղղակի Նաև մենք աշխարհում ինչ է կատարվում, չէ՞, ասենք Թրամփը, ասենք խուլիգան, ասենք վերցնում է մարդուն, առևանգում է ու ասում է այդ երկիրը քո իմն է։ Այսինքն Եվ Ալիևը վերջերս ողջևորում ասում էր միջազգային իրավունք չկա, Ալիևն էր 2 օր առաջ խոսել։ Հա։ Հիմա հարաբերություններն են կարևոր, ուժն է կարևոր։ Կարող է հաջորդը Ալիևը լինի, չգիտեմ։ Ոչ ոք չի կարող կանխատեսի թե ինչ կլինի հիմա այդպիսի իրավիճակ է։ Բայց չգիտեմ, բայց պրեզելի վերջին։ Նույնը անում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այն, ասինքն ինչ ուզում է, դա էլ անում է։ Օրենքները խախտի, բան եւ Իրեւ երբ Ալիևը խոսում է, ասում է միջազգային իրավունքը հիմա չի գործում, նկատի ունի մեզ։ Հավանաբար նաեւ։ Չէ, բայց քանի որ Արցախի հարցը փակված չի, եւ Ալիևը շատ լավ գիտի, որ միջազգային օրակարգում դա կա այդ հարցը, դրա համար իրենք ինչպես Նիկոլ Փաշինյանը ստեղ մեզ ստիպում է որ մենք մոռանանք։ Ասենք ոնց պիտի մոռանանք։ Հոգու ասելով չի մոռանալը։ Շատ ցավալի է որ Արցախի թեմի առաջնորդը հայտնվեց այդ ցանկում։ Գիտեք, ես մի հատ բան հիշեցի այդ պատերազմին 44 օրյա Արցախում մեր զինվորներից մեկը գտել էր մի խաչքար 7-րդ դարի ոնց որ թվագրված էր վրան, փոքրիկ այդպիսի մի խաչքար եւ իր ռյուկզակի մեջ էր դա եղել, իր ուսապարկի մեջ էր եղել, ամբողջ այդ ընթացքում։ Հետո երբ որ իրան զոհվել է ինքը, մենք իր ընտանիքի հետ ենք խոսել, երբ որ իրան գտան, այդ խաչքարն էլ էին գտել։ Շատ սիմվոլիկ է, չէ՞, այդ պատմությունը, շատ, այսինքն այդ սերը մեր բոլորիս Արցախի եւ այդ ամեն ինչի նկատմամբ այդ չգիտեմ 2000-ամյակ առաջվա այնտեղ բաներ կան, հուշարձաններ կան, բաներ կան եւ տեսել եք մի անգամ սրանք ցավը զգան այդ ամեն ինչի համար։ Մի անգամ այս ամեն ինչից հետո ասել որ վատ ազգում որ Արցախը կորցրեցին, չէ, ինքը լավ ազգում։ Մենակ ինքը չէ, իր այդ ամբողջ թիմը։ Ինչպես Արցախը օգտագործել են որպես թոք մեր վզին եւ այլն։ Եվ հիմա ավիրում է Հայաստանը։ Հասկանում եք, Արցախը հիմա ասում էր Արցախի պարտությունը մեր հաղթանակն է, չէ։ Հիմա անցել է Հայաստան։ Ասում են նահատակների գնով մենք կարող ենք վերջապես Հայաստան ունենալ։ Դա ինքը որ րոպեին խելքին բրթում է, այդ է խոսում։
Էդ էլ ասում է, ես լուրջ չեմ ընդունում։ Աստված ազատի մեզ այս իշխանությունից։ Այս հետծննդյան առաջին օրը ես դա կցանկանայի մեր ժողովրդին շնորհավորում եմ այդ տոնի արդիվ եւ հավատարիմ մնան այդ իրենց զգացումներին, որ ունեցել են Արցախին, մեր հայրենիքին, մեր երկրին։ Եվ նաև խոսենք Սամվել Կարապետյանի որոշման հետ կապված դատական, որ տնային կալանք որոշեցին տան 7 ամիս կալանքի տակ պահելուց հետո, այս մասով ինչ կասեք, ինչով էր պայմանավորված։ Չէին կարող անընդհատ այդ կալանքը երկարաձգել, միջազգային արձագանքից վախեցան, 7 ամիս է փաստորեն կալանքի տակ է։ Այո, ես որքան փաստաբաններին եմ լսել, որոնք ասում են, որ սպառվել էր մի պահ հետո, բայց միևնույն է երկարացրել էին կալանքը։ Եվ այդ աստիճանի անօրինականություններ ես կարծում եմ, որ նշանակություն է ունեցել միջազգային այդ կային այդպիսի հաղորդումներ եւ Սամվել Կարապետյանին ուղղված եւ իր փաստաբանը աղմուկ շատ բարձրացնում եւ ասում եւ որը վստահություն ունի, որքան ես հասկանում եւ ի վերջո այդքան հեռու չի մարդիկ ուսումնասիրում են, տեսնում են, լսում են, ապացույցները լսում են այդ արձագանքից վախեցան։ Ես տպավորություն ունեմ, որ այդպիսի ճնշում կար սրանց վրա։ Բայց երեք հետաքրքիր մի բան ասեց ձեր եթերում Արմեն Բադալյանը, որ ձերբակալեցին այդ իրողությունները ասում է փոխվել, չբացահայտեցին։ Ասեց, որ այդ Խաչիկ Գալստյան, չէ՞ ոնց որ այնպես արեցին, որ հա նրա աղմուկը սրա ազատմանը չխանգարի, որտեվ սա զիջելու ինչ որ քայլ էր։ Ես համարում եմ, որ Սամվել Կարապետյանին սկզբանե ընդհանրապես իր ձերբակալությունը համարում եմ կալանքը ապօրինի եւ նպատակաուղղված, մտադրված, չգիտեմ, փաստաբանը մի անգամ ասուլիսում, վերջին ասուլիսում կարծեմ հայտարարեց, որ նաեւ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել 21 թվականին ոնց որ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ես նույնիսկ ինչ որ առնչություններ եմ ուզում տեսնել, չգիտեմ, ավելի խորը չգիտեմ, բայց կարող է լինի հայաստանյան իշխանությունների հետ ինչ որ նման առնչություններ։ Եվ ես այստեղ լսում եմ այդ հիբրիդային պատերազմի դեմ աշխատող այդ նախկին արևմտամետներին, չգիտեմ հիմա էլ են արևմտամետ թե չէ, իրենք են մեկնաբանում Սամվել Կարապետյանի խոսքերը։ Իրենք մեկնաբանում են, երբ որ այդ մեր ձևով դատախազություն, հա, այդ մեր ձևով է։ Իրենք շատ լուրջ խնդիրներ ու վտանգներ են, պատկերացնում եք, իրենք իրենց համարում են, որ այդ իրենք մեկնաբանեն, երբ որ դա իրավապահ մարմինների գործն է, բայց իրենք այդ քարոզչությունը տանում են, շատ ուրախ եմ, որ տանը հայտնվեց, բայց համարում եմ, որ խիստ է այդ կալանքը եւ այն, որ ինքը իրավունք չունի։ Երբեք չեմ ճանաչել, այդպես գիտեմ Սամվել Կարապետյանին եւ եկեղեցին, երբ որ բացվում էր, ես ներկա էի գնացել եի եւ Սամվել Կարապետյանն այն օրհնության օրը եւ այլն այնտեղ էր, չգիտեմ, ինձ համար միևնույնն է, ում են ապօրինի մեղադրանք առաջադրում եւ հետապնդում եւ հալածում։ Ասենք այդ ապօրինիա եւ վերջ, ով կարող է դա լինի, դարձնում են ռուսական օլիգարխ, դարձնում են Սամվել Կարապետյանին, բայց ինչի գնաց այդ ամերիկացի ժուրնալիստի հետ հարցազրույցի, թող գնար Սալավյովի հետ նստեր զրուցեր։ Թե այդ մարդը մենակ այդ Լեչո Փաշինյանն է շնորհակալություն հայտնում տարիներ առաջ նրան, ազգային բարերարեր նրան համարում։ Հա, դե իրեն ոնց երբ ինչ ականջի շշնջում են, նա էլ ասում է։ Իշխանության վտանգ էր տեսնում ու կորցնելու։ Դուք առհասարակ տեսնում եք, որ այդ վտանգը կա Փաշինյանի համար, որ կորցնի։ Ես հասկանում եմ, Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրել։ Ես ճիշտն ասած, այս մեր արցախցիների այդ տեղահանման հետ կապված, որ իմացա, թե 1000 ընտանիքի տներով է ապահովել եւ այլն, անում է իրենց Գալիդինն է, իրենց այդ Տաշիրում ես մտով այնքան շնորհակալ էի, որ այդ մարդիկ այդ վիճակում, որտեղ այդ առաջի ժամանակները հոգեբանական ծանր վիճակում էին այդ մարդիկ, հիմա էլ լավ վիճակում չեն, բայց ամեն դեպքում ով ինչ որ փոքր առաջ է գնացել, մի քիչ մոռացել է այդ բաները, բայց ամեն դեպքում Գեղարքունիքում էլ վնասված տները 200-ից ավելի բնակարան վերանորոգվել է։ Պատերազմից հետո երբ կրակոցներ եղան եւ լրիվ ավիրվել էր տները։ Ես չգիտեմ, չեմ տեսել իր պահվածքը մյուսների նման արտոնյալ, ասենք ոնց է իրան պահում Խաչատուր Սուքիասյանը, երեք այսօր լսեցի,
լրագրողի հետ ոնց է խոսում, ով է քեզ թողել որ դու լրագրող դառնաս, ասենք։ Լավ է կարելի հարստացել։ Լրագրողների հետ է, հաջորդը պայքարը լրագրողների դեմ է լինելու։ Դուք սա իրատեսական համարում եք, որ իսկապես անցնելու են նաև լրագրողները։ Այո, ես շատ իրատեսական եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ արգելք, ինքը տենց ինչ ուզենա կանի, եւ եթե ընտրություններ լինելու են, ես չգիտեմ ինչի մտածում եմ որ չեն լինելու, չգիտեմ ինչ որ բան փոխվելու, նոր աղետ է լինելու, սպասում ստեղ։ Մենք տեսել ենք բոլոր ընտրությունների ժամանակ, ինչպես են վերաբերվում ուրեմն լրագրողներին, բռնությունները ինչքան շատ են, այդ միշտ է դա եղել եւ այդ վիճակագրությունը կա։ Բայց եթե նա վերընտրվի, ասում են ավելի հեռահար ծրագրեր ունի լրատվամիջոցներ լրագրողների հանդեպ եւ արդեն իսկ հայտարարությունները որոնք կան, որոնք արվում են, քննադատվում են անընդհատ։ Իրենք, մի հատ էլ նոր նախագիծ են մենք հայտարարություն տարածեցինք սահմանափակող լրագրողների, լրատվամիջոցների աշխատանքը Վարդգեր Պաշտոնյաները անընդհատ անդրադառնում են լրագրողների աշխատանքներին։ Ասում են լրագրությունը մեռած է եւ այլն եւ այլն։ Դե չգիտեմ ինչ կլինի, ոչ ոք չգիտի, ես էլի ասեմ, որ այս աշխարհակաղակական process-ները այնպեսին են, որ ոչ ոք չգիտի իր գլխին ինչ է գալու։ Թող իզուր տեղը տենց իրենց երջանիկ փողերի մեջ լողալով Ալեն Սիմոնյանի ցինիկ ժպիտով իր դեմքին, որ տենց մարդ չեն падգամավորները, որ իրենց 3 միլիոն չտանք այդ պահվածքը կփոխվի էլի, ոչ մի բան հավերժ չի։ Ու ես համոզված եմ, որ ամեն ինչ ավելի վատ է վերջանալու իրենց համար, քան թվում է, քան գիտենք մենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Զրուցակիցս լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։